Բարև ձեզ ժողովուրդ ջան, չեմ կարող չխոսել ՀՀ-ում, չեմ կարող չխոսել, ճիշտ ասած, որպեսզի առաջ շանցնեմ, հենց հիմա ես գալիս եմ լրատվություն, այստեղ գլխավոր դատախազությունից։ Լավ նորություն ունեմ ասելու ժողովուրդ ջան, բողոք գրեցի ընդդեմ կրկնակի հանցագործ Նիկոլ Փաշինյանի դեմ, ում վստահ եմ, համոզված եմ, այսօր չորեքշաբթի է։ Մինչև շաբաթ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի ճաղերի ետևում։ Կձերբակալվի Նիկոլ Փաշինյանը ճաղերի ետևում, ինքը կրկնակի հանցագործ է, քանի որ ես ինքս իրավաբան չեմ, բայց մի բան լավ հասկանում են բոլորը, որ հանցագործին աջակցելը, հովանավորելը կրկնակի հանցագործություն է։ Խոսքս վերաբերում է իր վեցնոց, իր աջակից Հանրապետություն կուսակցությանը, բայց այդ մասին առայժմ չեմ խոսնելու, երբ որ դիմում էի գրում, համոզված եմ, գլխավոր դատախազին ասեցի, որ անպայման հայտարարելու եմ, պիտի որ մի բան անի, այսօր չորեքշաբթի է, ոնց որ թե մինչև դե գնա հասնի Իրանից էլ ԱԱԾ, ուրբաթ շաբաթ Նիկոլին կձերբակալեն, ժողովուրդ ջան։ Ուրեմն ինչու՞ն է խնդիրը։ Այս սրիգան, այս 8 տարի շարունակ ինչքան հանցագործ բանդա կա, գող, թալանչի, ընդերքալապ, ընդերքակեր, բոլորին հովանավորել է, բոլորին։ Դրա համար էլ ես դիմեցի ու անունը դրել է գործարար։ Մեկ ինձ որ ասում են գործարար, այ մարդ, ես ինչ գործարար, ինձանից ինչ գործարար, ընդամենը 3 տարիների ընթացքում մի 26 հատ բեռնատար ինքնաթիռ բեռով բերել եմ, բեռով հետ եմ տարել Հայաստան, մի 100 հատ ֆուրայ մոտ գնաց է, մի 300 տոննա կարակ եմ ներկրել Հայաստան, խտացրած կաթ, չգիտեմ, ամեն տեսակի բան, ալյուր, մալյուր եւ այլն, ամեն տեսակի սնունդ, ինչպես նաեւ ասենք լվացքի փոշի մեկ էլ մյուս խառը էլի։ Ինձ այնց ինչ գործարար, ես պիտի ընդերքը գողանայի, թալանեի, գողություն անեի, հանցագործություն անեի, մարդասպանություն, ես ինչ որ ասում եմ, սա տար առ տար իմ ամեն մի ասածին պատասխանատու եմ, տար առ տար։ Մարդասպան ընտանիքի մնացորդի մասին է խոսքը, օրինակ ես մի բան մինչև հիմա իմ համար մութ է մնացել, Տիգրան Նաղդալյանը մեռավ, թե սպանեցին, Տիգրան Նաղդալյանը, ժողովուրդ ջան, այս թալանչի գողերը 8 տարի, 30 տարի պարգելով բոլոր իշխանությունների տակ, հազիվ հիմա հարմարվել են Նիկոլ Փաշինյանի տակ, Նիկոլ Փաշինյանին դարձել են կրկնակի հանցագործ, չնայած Նիկոլ, դու ինչ կրկնակի, տնաշեն, 10 անգամ, 100 անգամ ավելի հանցագործ ես։ Օրինակ, ժողովուրդ ջան, մի բան էլ ասեմ էլի, չեմ կարող չխոսել, նայեք, նոր ազգային ժողովի նախագահ են ընտրել, իբր Ալեն Սիմոնյանին վռնդել են։ Այո, ասում են, շատ նեղացել է Գաֆարովան, Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահան, նեղացել է։ Տնաշենը ասում էր, չէ, Հայաստանի միակ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, 102-րդ ռազմաբազան պիտի հանեինք, ադրբեջանական ռազմաբազան բերեինք Գյումրի, ըստ Ալեն Սիմոնյանի, տնաշեն, բռնեցիր Ալեն Սիմոնյանին հանեցիր, բայելով այդ հարցով զբաղվելու, Ռուբեն Ռուբինյան, դու կարաս այդ հարցով զբաղվես։ Հիմա մի հետաքրքիր բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, քաղաքով մեկ անցնում եք, եթե մեկ ուրիշ պաշտոնյայի հեռացրած լինեին, որոշները 10-ից մի հոգի գոնե կասել լավ մարդ է։ Ալեն Սիմոնյան, 20 հոգու հարցնես, 20-ից 20-ն էլ թկածուն են, քեզ հեռացրել են, թե վռնդել են, կամ հեռացրել են, կամ վռնդել են։ Էական նշանակություն չուներ հետո քեզի պաշտոն կտա, չի տա, կարող է տանի դնի օդի տեղաբաշխման վարչության պետ։ Ժողովուրդ ջան, հերթական խաբեբայությունից ուզում եմ հեռու մնանք։ Մենք ունենք մի շատ լավ երկրաբան Հայաստանում։ Տեսեք, մի Գյորգի Միքայելյանը ինչյանը Կեմերովի օբլաստի հայ համայնքի նախագահն է եկել է Հայաստան եւ գիտեք ինչ վերնագրեր են դնում։ Մարդը հետո ընկստում է մի քանի բար,
բռնում են եսմինչ բացում ենք փակագծերը, փակում ենք բակագծերը, արա մի ոչ բացեք, ոչ փակեք, ինքը այն Ազատ Արշակյանը ինչ զրթու զիբիլա, Ազատ Արշակյան, դու ով ես արա, ինչ ես արել, դու այն մարդը չես, որ թշնաբուծական ստեփականացրելից բոլոր հավերը մորտիր ու զղկդվար, դու այդ մարդը չես, պահեիր, մեծացնեիր արա, ինչն էր քեզի խանգարեմ, ու այս սրիգաները, այսօրվա դրությամբ բոլորը դարձել են հակառակ, բոլորը, թկած ունենք մենք ձեր վրա, Ռուսաստանը Ռուսաստան չի, հետական չի իրա դեսպանին, վռնդմա Հայաստանի դեսպան կոչվածին, մեկն միշտ, փագելա, մինչև վերջ փագմա, մինչև վերջ, ախ դուք ով եք արա, դուք ով եք Հայաստանի դեսպանը Ռուսաստանում հլսնանցը նայեք, էլի նորից հերթական խապեբայությունը Պապոյան Գևո, արա դու ով ես վաբշե, քո ամբողջ կյանքով մեկ ով ես էլ է, այ փսլնքոտ, ուրեմն մեր արտահանումը ժողովուրդ, բազմապատկվել է, ավելի շատացել է, լավ եք ապրում, ուրեմն տեսեք ինչ վերնագիր են դրել, ընդերքի մաֆիա, արա այ Գեորգի Մելիքյանը ինչա, Հայաստանում ինչ ընդեր կա, դու Հայաստանի տեղը չգիտես, ագարակից մինչև Բագրատաշեն գնացած չկաս, դու որտեղից գիտես Հայաստանի ոսկու հանքերը, ժողովուրդ ջան, տեսեք ոնց են խապում, եթե մի հատ հանք պիտի ուսումնասիրվի, մեծ գումար է պետք, պիտի գնան անպայման մի 1000 տեղից վերցնեն նմուշները ուղիղ լաբորատորիա, մեր ընդերքի լաբորատորիան գտնվում էր ժամանակին Կոմիտասի վրա, Սուսանա Հովսեփովնա տնօրենը, հիմա այդ լաբորատորիան էլ չկա, վերջին 35 տարվա մեջ ընդհանրապես ընդերք ուսումնասիրված չի եղել, նախկինում եթե եղել է սուտի մուտի մի բան գրել են ու վերջ, դու ընդեր չունես, թե ինչով են քեզի խափում, ինչով են զարմացնում, ասենք ընդերքի, արա այ Գեորգի ես ինչ զիբիլ ես, դու կարաս մի հոգու անուն տաս, ով հանք ունի, հանք աշխարհում ոչ մեկ չունի, հանքը տալիս են մարդիկ ժամանակավոր աշխատում են, հարկեր են մուծում եւ այլն, եւ եթե հանք շահագործողը չի կարողանում ապահովի օրինական պահանջները, վռնդում են, քո ինչը պիտի շահագործեն, ինչը դու հանք չունես, հերիք եղավ, բոլ եղավ, այնպիսի տպավորություն է ժողովուրդ, որ Ուրալյան երկիրը մեզանից, մենք Ուրալյան երկրից հարուստ երկիր ենք, ընդերքում նավթ ունենք, գազ ունենք, գիտեք, հեսա վաղը, որ հայտարարեն, Նիկոլը հայտարարի, որ մենք ի վերջո հայտնաբերել են գազ և նավթ, չզարմանաք, այս անգրագետները ամեն ինչ անելու են ժողովրդին խապելու համար, 8 տարի խապել եք, 8 տարվա մեջ առաջի լավ նորությունն է, ժողովուրդ ջան, շաբաթ օրը, Նիկոլ, դու անպայման հայտնվելու ես ճաղերի ետևում, բայց կարող ես չանհանգստանալ, ես բարեխոսել եմ Զարուհի Փոստանջյանի հետ, ով կփորձի ևս մեկ անգամ քեզ օգնի, բարեխոսել եմ, միայն թե քեզ ձերբակալեն, այնտեղ մի բանով է քեզ պրկելու, կներեք ժողովուրդ ջան, այդ բանը չեմ ասելու